Չէ, նայած։ Ես գրանցված եմ։ Բայց հիմա արտահայտ եմ ետում։ Հարգելի գործընկերներ, մեր ընդդիմադիր գործընկերները իհարկե հերթական անգամ ցույց տվեցին մանիպուլյացիաների իրենց վարպետությունը, հերթով անդրադառնանք, էլի։ Նախ, ընդդիմադիր թեզ համար 1. Սամվել Կարապետյանը ի պաշտպանություն եկեղեցու արել է հայտարարություն եւ դրա համար նրա հետ անում են սա, նա։ Եթե նկատի ունեն, որ Սամվել Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել սանանա անելով, պետք է պարզաբանել, որ եկեղեցուն պաշտպանելու համար ոչ ոք ոչ մեկի մեղադրանք չի առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մենք մեր ձևով կմիջամտենք արտահայտության եւ դրա հարակից կոնտեքստների համար։ Հաջորդը Պնդում ու սա դասական մանիպուլյացիա է, էլի, այսինքն անընդհատ կրկնում են, մի ընդհատեկից, անընդհատ կրկնում են եկեղեցուն պաշտպանելու արտահայտության համար։ Բոլորը ազատ են պաշտպանել եկեղեցուն, չնայած պաշտպանության կարիք չունի եկեղեցին, շատ եթե ավելի հեռուն գնանք, ունի պաշտպանության կարիք եկեղեցի բաններից, ուխտազանցներից եւ տերորիստներից, բայց դա այլ թեմա է։ Հաջորդ պնդումը, ասում են, դուք այս նախագիծը բերել եք, որովհետեւ Սամվել Կարապետյանը արել է, դուք ասում եք եկեղեցուն պաշտպանելու հայտարարություն, բայց իրական ինքը այլ հայտարարություն արել, բայց թողենք մի կողմ։ Հիմա փաստա չէ, ախր եկեք իրար հետ դատենք։ Հրապարակվել է վարչապետի հանձնարարական է, նոր չի հրապարակվել, ինտերնետում կա, բոլոր կարող եք գտնել, որտեղ ինքը պարոն Խուդացյանին այնտեղ նստած է, ասել է հետևյալը, մայիսին, այս հանձնարարականը եղել է մայիս ամսին, մայիսի 21-ին ենթադրաբար։ Հիշեցնում եմ Սամվել Կարապետյանը իր հանրահայտ ոչ թե եկեղեցուն պաշտպանելու, այլ իր ձևերով ինչ-որ բաներ անելու մասին հայտարարություն արել է հունիսին։ Վարչապետը պարոն Խուդացյանին ասում է. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ հեծի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք ինչպես, խնդրում եմ թեման չցրել»։ Խնդրում եմ թեման չցրել, եթե ցրեցիք գնալու ենք հեծի ազգայնացման, ամբողջական եւ կտրուկ, սպառողներին տրված վնասի ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդացյան, կոնկրետ առաջարկներ տվեք, ժամկետը 1 ամիս։ Սրանից հետո նոր Սամվել Կարապետյանը արել է իր հայտարարությունները։ Իդեպ նաեւ որ ասում եք ոնց ասեցիք, ասում եք քաղաքական հայտարարությունների համար, ժողովուրդ ջան, քաղաքական հայտարարություններ բոլորը ազատ են անել։ Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին չի, խոսքը ապաքաղաքական հայտարարությունների մասին է, որոնք կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարրեր։ Մեկ էլ Տիկին Խամոյան, որ ասում եք, դուք ինչն եք կառավարում, դուք ինչը կարող եք լավ կառավարել։ Չէ, մենակ դուք եք լավ կառավարում, մենակ Վահե Հակոբյանն էր ԶՊՄԿ-ում լավ կառավարում, ձեր բոլոր հարուստ դիմակիցներն են լավ կառավարում, չգիտես ինչի է ձեր լավ կառավարողները բոլորը սրընթաց հարստանում էին, հիմա Հունաստաններում հաճույքներին են տրված։ Դուք եք ամենակ լավ կառավարում, տեսան ձեր կառավարումը։ Իսկ իրականում դուք ընդամենը պաշտպանում եք ահաբեկչական ձեր պարտներներին, բայց գնացքը գնացել է սիրելի։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներ։ Դուք երևի կամ ձեր մի մասը կամ գուցե մեծ մասը երևի չգիտի, որ Հայաստանի անկախացումից հետո հեծը պատկանել է ձեզ։ Բոլորիդ, 3 միլիոնիդ։ 2002 թվականին սակայն հայրմերը շատ վատ իմացող կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցի պաշտպան դառած Ռոբերտ Քոչյանը որոշել է հեծը վաճառի։ Հեծը վաճառել է Ռոբերտ Քոչյանը։ Գիտեք ինչքանով սիրելի քաղաքացիներ։ Ինձ, ձեզ, բոլորիդ պատկանող հեծը Ռոբերտ Քոչյանը վաճառել է ուշադրություն 12 միլիոն դոլարով։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Մոտավորապես այնքան ինչքան արժի Ռոբերտ Քոչյանի տունը։ Երկրորդ անգամ էս անալոգիան բերում։ Գիտեք ինչքան է 12 միլիոն դոլարը։ Դա հասկանալու համար պետք է ընդամենը գիտակցել, որ Ռոբերտ Քոչյանի ունեցվածքից այս պահին դեռ հայտնաբերված։ Այս պահին ընդամենը այն ինչը երևում է, պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց հեծը վաճառել են 12 միլիոն դոլարով։
Հիմա այս մարդիկ եկել են ասում են խլում եք, դու ձեզնից լավ խլիչ, ժողովրդից խլել եք, 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել, հետո թե բա Սամվել Կարապետյանի կոչից հետո էր, բա Սամվել Կարապետյանի կոչը ինչից հետո էր, այն պլանը են, որ Մամիջանյան նուր ասում է Սիվիկում ա գրվել, Վահագն Ալեքսյանն ա գրել, Վահագն Ալեքսյանն է տարել են տերորիստի տանն ա դրել, պարոն Մամիջանյան, այդ ձեր կողմից չգրած ու ձեզ չպատկանող պլանի շրջանակներում, որտեղ գրած էր Սամվել Կարապետյան, կոչ պլյուս 5000 հոգի, այդ կոչ պլյուս 5000-ի շրջանակներում Սամվել Կարապետյանը կոչը արել, ու հետո էլ ասում են այդ կոչը դարձավ պատճառ, այդ ձևերն էլ իդեպ, այդ պլանում շատ, մյուս պլանում էին արդեն շատ լավ շարադրված, հոսանքի լարերը կտրել, ավտոբուսները վառել, եկել ավտոբուսներից եք խոսում, այդ ավտոբուսները դուք պետք է վառեիք, դուք ինչ գործ ունեք այդ ավտոբուսների ներսում, տուգանում են, չեն տուգանում, ինչ են անում, դուք այդ մարդկանց պետք է վառեիք ախր, եկել է տուգանքի մատերիալ եք սարքում, մարդկանց խորովածացու էին սարքում ասենք, եկել է ասում է բան էիք սարքում, մարդկանց տուգանքի մատերիալ, իդեպ մի հետաքրքիր փաստ սիրելի քաղաքացիներ, ըստ պարոն Մամիջանյանի իշխանությանը ընդդիմությանը չպատկանող եւ իմ ձեռամբ գրված պլանի հակաճգնաժամային գլխի երրորդ ենթակետի շրջանակներում որտեղ գրված է ինչ անել եթե ձերբակալվի առանցքային դերակատարներից մեկը կետ համար 1 միանգամից վերաուղղել ակտիվ ուժերը դեպի եվրոպական եւ ռուսական խորհրդարաններ այսօր Իշխան Սաղաթելյանը գնացել է Բրյուսել հանդիպումներ ունենալու եվրոպական խորհրդարաններ ձեզ չպատկանող պլանի հակաճգնաժամային գլխի երրորդ ենթակետի շրջանակներում